Արեկելի մի հաց կարելի է։ Հա, եղբայր։ Խնդրում եմ էլի ես ինձ ծառայողը։ Հիմա ծառայում եք։ Ես հիմա եմ ծառայում 53 տարեկան մարդ է։ Ահա։ Ասենք հիմա ոչ հարցը այդ չարս են ասիկ պոստերի հետ կապած որը։ Ինչի։ Պոստերի հետ կապած որը գնում է 3540 մետր բարձրամորա եւ այլն։ Նախարարը ստեղ այս ուրա նախարար։ Խորհրդար մի վարքան կներեք հարցը ստամ հետո։ Հա։ Նախարարը ես կապ չունեմ, վարչապետը դուք եք, ես ձեզ եմ մտնում։ Այդ հարցտամ։ Դե որ զինվորական ես մի րոպե։ Ձեռներդ սենց արած, գաս մի հատ ընդունի, նոր խոսա վարչապետի հետ։ Զինվորականը տեն չի խոսում։ Մի հատ զգաց բայ քեզ։ Պարոն վարչապետ, մի հատ հարց եմ տալիս։ Խորհրդարանում լսում եք, որ բոլոր բարձր պոստերը միշտ ասենք հասանել է, բարձր է, բայց մեր պոստերը որ մենք գնում ենք, ասենք մինչև 6 կիլոմետր, 7 կիլոմետր մինչև սույնը ոչ բլդուս էնել չի կարում մաքրի կամ չեն մաքրում կամ եւ այլ ասենք այդ խնդիրները ինքն էլ օրվա ասենք վճարը բացի ասենք ագլադը 126,000 Ատեստավորված է։ Ինչ? Ատեստավորված է։ Ես ատեստավորված չեմ, ես չեմ կարա 3 կիլո, ես ընդամեն ուժեր կրակում եմ ամեն ձևի։ Դե հիմա եթե չատեստավորվեք 91 թվին։ մի րոպե, եղբայր։ Առաջին պատերազմից միջև Հիմա ինչ եք ակնկալում դուք։ Ես ուզում եմ գոնեն բարձր պոստերը, անունը մաքրվի, գոնե ժողովուրդը ասենք գնան, ասենք դեպքեր եղել մահացու դեպքեր, որ շապան, ձյան շապան կտրվել է։ Երբ ա եղել տենց դեպք։ Մի 5 տարի առաջ, 6 տարի առաջ, բայց ասենք այնց հիմա էլ երեք չէ մի սորոպերես, մենք արել ենք։ Շատ լավ, նախարարը նայեց, եթե տենստեղ չկա։ Մի հատ բան եմ ասում, այնքան է որ այդ պոստերի հարցը, ասենք գոնե ճանապարհը լուծում մեկ էլ ասենք օրվա վճարը։ Այդ էլ ասեմ։ Մի պոստի վճարը 4200 դրամ է, 3540 մետր բարձրան վրա, մի արջիկը օրվա, ինքն էլ այդ տաված ծնունդը մեկ էլ եկել առևտուր անում, դա բնականաբար բոլորը։ Ինչ առևտուր եք անում։ Բոլորը։ Ինչ առևտուր եք։ Որտեղ ասենք բանայի տված ծնունդը որոշ մասը օգտագործում է, բան չունեմ ասել։ Ինքը զինծառայող է։ Հա, ասում եմ որ Հենց զինծառայող։ հիմա ասենք, Որտեղ զինծառայող եմ, ես ստեից մի քիչ ձևայ զորամասը։ Հենց հիմա ստե առաջ ագարակի գնդում է, հիմա ձևայ զորամա, ինքն ամենաբարձր պոստն եմ ես միշտ եղել։ Ստե եղել եմ բաշկիում, հետապուրի Շատ լավ, կնայենք։ Բայց ասում եմ, վարքան էլի կներեք։ մի րոպե, մի հատ հասկացանք, դուք զինվորական նախարարի ու վարչապետի ներկայացան մի հատ զինվորական ես պատշաճ զինվորական նման պայ, ձեռները թափահարելով, ձեռը տիչեցրուց գաց պայ քեզ։ Խնդրում եմ ձեզ մի հատ միջև